Սիրով եք ասում բարի լույս բոլորին, ովքեր այս պահին լսում եւ դիտում են Հայաստանի հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Բարի լույս հարգելի ռադիոլսողներ, սիրով ողջունում ենք բոլորիդ եւ առաջարկում ենք հարմարավետ տեղավորվել, որովհետեւ ժամուկես լսելու եք հրաշալի երգերի երաժշտությունների ծաղկաքաղ, այդպես կարող ենք ասել, որովհետեւ այսօր մեր եթերը մյուզիկլառատ է լինելու։ Այո, մենք որոշել ենք չհեռանալ հունիսի 1-ից, թեև մայիսի 10-ն է, բայց մեզ մոտ այդ տրամադրությունը, այդ ալիքը մանկապատանեկան դեռ շարունակվում է։ Ավելի շատ պատանեկան ես կասեի, մանկան դնենք մի կողմ, մանկան կլինի ավելի ուշ։ Ինչ կարծիք ես։ Ինչևէ, սիրելի ռադիոլսողներ, առաջարկում ենք ձեզ ոչ միայն մեզ լսել, այլև դիտել, մուտք գործեք Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան հարթակ, հետևեք լայվին եւ կտեսնեք, թե ովքեր են մեր ստուդիայում։ Մարդաշատ է ստուդիան։ Հրաշալի պատանիներ են այստեղ, պատանի ասենք, չէ՞։ Ոմանք քայլում էին տեսախցիկների առաջ, եւս կարծում նկատեցիք։ Հոգով պատանիներ քայլում տեսախցիկի առաջ։ Դե ինչ, երաժշտական առավոտի այսօրվա թողարկումը մենք նվիրել ենք դասարան գումարած դասական նախագծին եւ նախագծի գեղարվեստական ղեկավար Գևորգ Դավթյանն ասում ենք բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս հրաշքներ եւս մեկ անգամ։ Ահա, ոնց ես Գևորգ։ Հրաշալի, ինչպես միշտ։ Հեշտ է այս պատանիների հետ աշխատելը։ Իհարկե, ոչ առավել եւս, որ առավոտ շուտ ուշացող եմ ունեցել, իսկ ես տանել չեմ կարողում ուշանալ, ես 8:30-ից էստեղ եմ։ Ահա։ Երեխաները ժպտում են, պատանիները բարի լույս բոլորին, հաստրեցիք մարդուն, որպեսզի հասնի բողոքների գիրքը բացի, տեսնում եք ուղիղ հետերում։ Ահա։ Ինչ եք ուշանում։ Պետք է արդարացնեք հիմա, պետք է արդարացնեք ձեզ։ Ինչ անում եք, չգիտեմ, բայց պիտի լավ ելույթ ունենաք, որպեսզի Գևորգի սիրտը մեղմեք, թեպետ այնքան հեշտ է իր սիրտը մեղմել, այնքան բարի է, այո։ Գևորգ, ինչ է ներկայացնում իրենից դասարան գումարած դասական նախագիծը։ Տիգրան ջան, ասեմ, որ ընդհանուր նախագծի ղեկավարը Վարդան Մկրտչյանն է, Մայր թատրոնի տնօրենը եւ մշակույթի ինչպես են ասում, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։ Ահա։ Այո, դա Մայր թատրոնի կրթական ծրագիրն է, պատանեկան բարձր դասարանցիների համար նախատեսված 19 թվականից այն գոյություն ունի եւ տարեցտարի ավելի մեծանում է, այո, ընդլայնվում է այդ ծրագիրը ու հիմքում ինչն է, հա, դասարան գումարած դասական, այսինքն դասականը խառնել եք ինչի է, դասարանի հետ։ Դասարանի հետ, որովհետեւ ահա տեսնում եք, ոչ մի դպրոցից ոչ մի երկու աշակերտ, այսպես ասած, կարծես թե չկա, չէ՞։ Ահա, բոլորը մայրաքաղաքից են թե ոչ, մարզերից էլ ունենք ու ի պատիվ մեզ բոլորիս այս տարի մեր հարգարժան պարոն փոխնախարարը խոստացավ, որ այս ծրագիրը նաև մարզեր պիտի գնա, այնպես որ մարզերում էլ չնայած մարզերից բավականին մասնակիցներ ունենք։ Լավ առիթ է այսօր մեր եթերից նաև ներկայացնենք տեսա եւ հա աուդիո տարբերակով եւ մարզում մեզ լսողները, դիտողները եւս կարծում կծանոթանան։ Հատկապես որ մարզի մեր ռադիոլսողները շատ ուշադիր են եւ կարծում եմ, որ այդ ծանոթանալուց հետո իրենք առավել շատ կուզեն, որպեսզի դուք հայտնվեք իրենց մարզում եւ ներկայանաք։ Այնպես որ ձեզ տեսնենք այսօր լավ ելույթ ունենաք, կուղևորվեք մարզեր։ Անպայման իրենք չգիտեմ կուղևորվեն թե ոչ, չնայած ուր գնում են հետևներիցս գալիս են։ Այս ծրագրի գլխավոր նպատակը Լուսնե ջան, Տիգրան ջան, դա սերն է, դա ընկերությունն է եւ երիտասարդներին, պատանիներին թատրոն բերելը, իսկ դա Վարդան Մկրտչյանի մոտ գերազանց ստացվել է, որովհետեւ ահա այս պատանիները եւ նրանց հետ միասին եւս 60 հոգի, ովքեր զբաղեցրել են տարբեր կուրսեր, հա, դրամատիկ կուրս կա, պանտոմիմայի կուրս կա, պարային խմբեր կան, նրանք բոլորը համարյա թե թատրոնից դուրս չեն գալիս, թատրոնում են։ Ու ես արդից օգտվելով շատ կուզեի, որ մեր Երևանի, ինչու՞ չէ, ամբողջ հանրապետության բոլոր տնօրենները միանային այս ծրագրին գոնե նրանով, որ հնարավորություն տային երիտասարդներին անվճար թատրոններ հաճախելու, որովհետև Վարդանը Մկրտչյան նրանց հնարավորություն է տվել մի ամբողջ տարի ցանկացած ներկայացում, ցանկացած օր, այո, մասնակից լինել, իսկ ես ակնհայտ տեսնում եմ, որ նրանք համարյա թե 3 չառաջ օրը պրեմիերա է եղել, հաջորդ օրը էլի նորից այնտեղ են։
հասկանում եք, դա շատ մեծ աշխատանք է, շնորհակալություն եւ Վարդանին եւ մեր նախարարությանը։ Ես որքան հասկանում եմ, այս ծրագիրը թեպետ միտված է առաջին հայացքից ձեր մատնանշած հարցերը լուծելուն, այդուհանդերձ նաեւ հրաշալի հնարավորություն է, որպեսզի պատանիները զգան իրենց ուժերը եւ նաեւ ինչու ոչ մասնագիտության կողմնորոշման հարցում շատ արագ կողմնորոշվեն, գուցե շատերը հայտնվելով կախարդական բեմի աշխարհում հասկացել են, որ դա իրենցն է։ Այս ուզում եմ հարցնել, բոլորը պատրաստում են գնալ թատրոնի Խնդրեմ։ ճանապարհով, թատերական ճանապարհով, թե ոչ։ Մի րոպե, խոսափողը, խնդրեմ, ասեք։ Այո, բոլորդ ուզում եք դերասան դառնալ։ Այո։ Չէ, այնտեղ մեկը կա անդիմանում է, ապա ասացիք ոչ։ Ես զբաղվում եմ նկարչությամբ։ Ահա։ Քանի որ թատրոնն էլ արվեստի ճյուղ է համարվում, ինձ փորձելու համար եկել եմ, որպես ապագա մասնագիտություն անիմացիա եմ ընտրել։ Լավ։ Ելով կա որ թատրոնի ճանապարհն ուզում է շրջանցել։ Չէ, շրջանցել չէ, կամ ընդհանուր։ Բոլորդ դեպի թատրոն։ Դու։ Ես երգչուհի եմ ուզում դառնալ, ավելի ճիշտ խմբավար։ Խմբավոր։ Մի րոպե։ Ի վերջո արվեստի հետ է կապված եւ ի վերջո մանեն շատ հնարավոր է դառնա երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի խմբավարը։ Ինչու ոչ, այստեղ էլի կան, Եվ խնդրեմ։ Մարիան կարողա լինի անիմացիան ընտրել, բայց շատ հնարավոր է որ լինի թատրոնի նկարիչ, բեմանկարիչ։ Մաշա, խնդրեմ։ Ես կասեմ, որ ես բեմի փորձ ունեմ դեռ շատ փոքր ժամանակվանից։ Կարող եմ շատ վառ օրինակ բերել իմ շատ հարազատ Արևիկ մանկապատանեկան անսամբլը։ Ահա թե որտեղից գիտեի նրա անունը։ Սկսել, այսպես ասած, եւ կարծում եմ կշարունակեմ, որովհետեւ բեմը իմ տունն է դարձել։ Դե Արևիկից հետո դժվար դու գնայիր ինժեներական գործ ընտրեիր բնականաբար։ Դե Մաշան ուր ինժեներությունն ուր էլի։ Պարզ է։ Խնդրեմ, տղաներին եմ ուզում հարց ուղղել նաև, տղաներ լուռ եք, խնդրում եմ պատասխանեք։ Ես ուզում եմ երգիչ դառնամ, բայց ինձ թվում է յուրաքանչյուր պետքա արտիստ լինել, էլի, այսինքն այդ ամենի մեջ պետքա դերասանություն էլ անել եւ երգել։ Դու Երգիչ կամ դերասան, դա երկուսից մեկը։ Ինձ մի բան է տալու։ Մի րոպե Տիգրան մյուս տակավին երիտասարդը։ Ես ուզում եմ լինեմ արտիստ, այսինքն արտիստ ծնվում են, ինձ թվում է։ Ու ընդհանրապես բեմը ես շատ փոքրուց ինձ ինչ հիշում եմ, բեմը իմ հարազատ տունն է ու երգիչ դերասան իմ համար այդքան էլ էական չի, կարևորը բեմում լինեմ։ Ինձ հետաքրքրում է ձեր ծնողներից ովքեր են ասում մի արա այդ բանը, ինչ դերասան, ինչ երգիչ գործ չունես։ Բայց դա մասնագիտություն է, փող չի բերելու։ Շատ է ոգևորում, ես շնորհակալ եմ։ Ես ուզում եմ Կարմիր շրջազգեստով աղջկան լսել։ Չէ, իմ ծնողները միշտ ինձ աջակցում են ամեն ինչում, եւ ես այդպես հարցերում խնդիրներ չունեմ։ Տղաներ ձերոնք են կողմ, որ երգիչ դառնաք։ Տղաներից ծնողը նստած է այստեղ։ Պաստորեն ժամանակները փոխվել են։ Որ մեկն է։ Գուրգենի։ Ահա։ Այո։ Ասում եմ ինչ լավ որ մեր սերունդը, հա, երեխաներին դեմ չի կանգնում նրանց։ Այսքան մեծ տղան։ Այո, դեմ չի կանգնում նրանց թե մասնագիտական, թե նոր ինչ որ։ Ես ասում եմ, սառույցը կոտրվել է։ Միանշանակ կոտրվել։ Ձեր պարագայում ինչ տեսել, այն էլ անում է այս տղան, այլ ընտրանք էլ չուներ։ Ես քեզ ասեմ, որ դա դասարան գումարած դասական ծրագրի շնորհիվ, որովհետև Գուրգենս մինչ այդ բացարձակ ոչինչ չէր ուզում լսել երգ, թատրոն, չգիտեմ։ Բայց մաման է papan էլ թատրոնի աշխարհից են։ Դա բացարձակ կապ չունի լսել։ Այո, դա կապ չունի, շատ ճիշտ է ասում։ Եկեք սկսենք, Գևորգ, հասկանանք երեխաները ինչ են պատրաստ ներկայացնել սկզբից։ Մենք պատրաստ ենք ներկայացնել այն, ինչ այս տարի սովորել ենք ընդամենը 2 շաբաթում։ Դա ես կզարմանայի։ Ծրագիրը 2 շաբաթ է տևում, Տիգրան ջան, իսկ կոնկրետ մեր բոլոր դասարանների աշխատանքն է դժվար, բայց մյուզիկլինը առավել, որովհետև 2 շաբաթում պետք է մեծ Հիմա կտեսնեք որքան տեքստ է սովորված, երաժշտություն, դրա հետ մեկտեղ բեմական շարժում, այստեղ բեմը արդյոք չդարձեք, ոչինչ չէ։ Բա դասերը, իսկ դասերը հո չեն տուժել։ Դասերը չեն տուժել, որովհետև դրա մասին էլ Վարդանը հոգացել է, դասերի արձակուրդի ընթացքում տեղի ունեցավ։ Հասկանալի։ Այնպես որ ամեն ինչ մտածված է։ Եվս մեկ անգամ ռադիոլսողներին տեղեկացնենք, դասարան գումարած դասական նախագիծն է։ Այս առավոտ մեր ուղիղ եթերում կենթանի ներկայացմամբ սկսենք
Սկսենք ես էլ տեղավորվեմ, որովհետև ես էլ եմ երգելու, սովորաբար ամեն տարի ես էլ երեխաների հետ փորձում եմ բեմ բարձրանալ։ Քեզ էլ առիթ։ Ինչու՞ չէ։ Այո, ինչ ենք լսելու առաջինը։ Առաջինը ուրեմն համակցված ստեղծագործություններ են Chicago Musical-ից եւ Cabaret Musical-ից եւ Oliver։ Եվ աշտարակի մեղեդիները։ Չէ, մի համահունչ չի։ Այդքան բան ասեցի, հայկական ոչինչ չկար։ Դուք հիմա հասկացաք, չէ՞, ինչ հետաքրքիր երաժշտություն է մեզ սպասում, կարող ես տեղավորվել։ Այո, չէ, արդեն հասկացանք, որ հուսով եմ այնիշ տեղի կունենա, բոլորին դուր կգա, խիստ չթափեք, խնդրում եմ, ինչպես ասում են, մենք դեռ սովորում ենք։ Ռադիոլսող հետևորդներ, մենք իհարկե սպասում ենք ձեր ջերմ ողջույններին, սրտիկներին, պաչիկներին, փուչիկներին։ Մի խոսքով դե հասկացաք անհամբերությամբ հաստատ այս պատանիները սպասում են ձեր արձագանքին։ Դե ինչ մեզ մնում է միայն վայելել հրաշալի երգեր։ Իսկ քաղցր բամբակ կարող են ուղարկել մեզ փուչիկների հետ միասին։ Ինչ ես այդ մարդկանցից ուզում թող վայելեն էլի։ Դու ասացիր փուչիկներ։ Հա, այստեղ on-line հարթակում ուղարկեք այդ ձեր քաղցր բամբակները, խնդիր չկա։ Մի խոսքով ինչ ուզում եք։ Դե ինչ, միացեք մեզ տեղավորվում են արդեն։ Հա, Գևորգը տեղը փնտրում, ահա վերջապես կարծես տեղ։ Տեղավորվեցիր Գևորգ ջան, վсё։ Ահա։ And all that jazz make ընկերներ ենք ճիշտ ու ընկերներ ընդմիշտ And all that jazz գնացինք էստեղ դիսկոտեկա որտեղ կա Չարլստոն կա Սարը ջին ու ռոք որտեղ կա երգ ու պար որտեղ կա ծեծ ու ջար And all that jazz And all that jazz Wow And all that jazz Ha 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 Oțaneli, կսկոբոշանել And all that jazz կարծում եմ, որ հիմա ժամ է ուրախ պարել And all that jazz շուրջը մեր հրդեր լինի մեկ է պետք է պարենք ամբերջ կրակն է մեր անշեշ շուտով գուցե հոգնենք բայց պիտի մենք պարենք And all that jazz
all that jazz մենք ընկերներ ենք լուրջ կրակ է միշտ մեր շուրջ And all that jazz դե եկեք բարենք ուրախանանք հիմա բոլորս էլ երկինքը բարձրանանք ու մեզանից առաջ ոչ ոք դեռ չի եղել And all that jazz Oh, բարում ենք շիմի անդադար անվերջ And all that jazz Oh, բարում ենք և չկա բարի մեր վերջ And all that jazz Yeah, պետք է գրկենք իրարու մենք Ուրախ բարենք շիմին ու զարմացնենք մենք բոլորին And all that jazz And all that jazz Բարում ենք շիմի անդայդար են վերջ And all that jazz Մենք ընկերներ ենք Բարում ենք և չկա բարի մեր վերջ And all that jazz Երեխեք մի րոպե, առանց փողի մենք ուր ենք գնալու։ Դավո, ախր փողը կարևոր չի, չէ։ Վայ, օպսիկ, խեմփես ինչ է, բա ինչն է կարևոր։ Մենք։ Այո։ Եվ ի վերջո, մեր ընկերությունը։ Չնայած ամբողջ աշխարհն է փողի շուրջ պտտվում։ Ստի։ Խորամանկության։ Ես սպաշտության։ Գեղձիքի։ Երեխեք, բայց ամեն ինչ կորած չի, չէ։ Դե իհարկե չէ։ Քանի կանք մենք։ Մեր ընկերությունը Սենա Մեր նոր աշխարհը և մենք ենք տերը նրա And all that jazz Երեխեք, հիմա ո՞նց ենք անելու, հա։ Ես գիտեմ։ Ոնց թե։ Դու գիտեիր ու չէիր ասում ես։ Կա մեկը, ով մեզ կօգնի։ Ով Ֆրգին։ Ֆրգին։ Այո։ Բայց դեռ կողոց ոչ ոք չի տեսել։ Դու որտեղից գիտես որ։ Երեխեք մի րոպե, մենք գիտենք չէ որ Ֆորգի սիրում է երբ բոլորով երգում է։ Դե պատրաստ։ Ձայներդ գցել գլուխներդ, հա? Ֆրգի փողի խնդիր ունենք։ Փողի խնդիր։ Փողի խնդիր սիրելիներս ով չունի որ փողի խնդիրը միշտ եղել է։ Կա եւ կլինի։ Գիտեք ինչու։ Ինչու։ Դե որովհետեւ փողն է մեր աշխարհն այս փուչ պատատում այս փուչ աշխարհն անլուրջ փողն է մեր աշխարհն անշունչ շնչով իր բարուրել a mark a yen a buck or a pound a buck or a pound a buck or a pound mut tehum փողներ շողում զանգում է լույս տալիս զանգում է լույս տալիս
Money, 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 money. If you happen to be rich and you feel like a night, money, 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 if you happen to be rich and alone and don't need a companion, you can ring ting-a-ling for a mate. If you happen to be rich and the find you are left by your lover on the moon and the ground by your lot, you can take it on the chain, call a cab and begin Jerry Potter on your boat, chain, car, wreck a yacht. What? Money makes the world go round, the world go round, the world go round. Money makes the world go round. Of that we can be sure. On being poor. Yes. Money, 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 money. Money, money, money. Money, 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 money. Հողն է մեր աշխանած ոչ պատատում գլորում, հողն է բոլորի հասան խորանում նտանում, թե ուզում ես դու ապրել վայելուչ լավ կյանքով, ոչ շփել այստեղ այնտեղ աչուվար վերուզակ, պետք է դու մարմինը քո ու հոգին վաճառես, հոգանքին դու հակառակ ուրիշ կերպ դու վարվես, թե ուզում ես դու ապրել լավ կյանքով, դու ռծեցեն ասա, ով է, Փողը, սոված է, ու փողն է, մտածիր ու նոր բացիր, փողն է մեր աշխարհն, այս ոչ պատտում, այս ոչ աշխարհն անջուրջ, փողն է մեր աշխարհն, անշունչ շնչով իր բարուներ, money, 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 ամարկը ենապակ որփամ, money, 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 լույս տալիս փայլում զնգում, աշխարհն ամբողջ իրար խառնում, կռիվ ու սուտ է տարածում, աշխարհն է նա տիրում, ահա այսպես Ահա այսպես եւ բնականաբար հիմա մեր եթերում կհնչեն հատուկ ծափահարություններ ձեզ համար։ Հատուկ ծափահարություններ։ Մինչեւ քանի տարեկան պատանիները կարող են լինել նախագծի մասնակից։ Բարձր դասարան 12 դասարան։ Այսինքն 12+ այսօր։ Մի խոսքով մեծ ենք։ Ստացվեց։ Մեծ եք, բայց մեծ եք համարել հնարավորություն կարելի է։ Ես գիտեմ, որ ինձ կընդունեն։ Լուսինեն երգում էր մանի այդ հատվածը շատ լավ երգում էր։ Վերջացավ։ Գումարի պահը շատ դուր եկավ նա այդ հատվածը։ Չէ, երկի քեզ էի նվիրում Տիգրան ջան, ճիշտ ասած։ Ինչու ես հագիստ նստած ինձ համար։ Իդեպ ունենք հրաշալի լուսանկարներ իմ թեթև ձեռքով արված մեր Facebook-ան էջում կարող եք մուտք գործել։ Դրա համար գումար չի ուզի ցեստից իրեն երեխաներն է շատ բարի։ Ես կարծում եմ դա լավ պատմություն կլինի լուսանկարների Այո, միանշանակ եւ այստեղ սիրելի պատանիներ, ձեզ բազմաթիվ ջերմ խոսքեր են հղել մեր ռադիոլսողները, Զվարթ Բարսումյան, Աննա Մելյան, Յանա Թևանյան, Էդիկ Բաբուջյանը, ձեզ սրտիկներ, պաչիկներ, մի խոսքով այսպես։ Հայկ Ասատրյանն է ողջունել, Սոնա Կնյազյանն ասում է, ինչ ափսոս, որ պարային բեմադրությունը չի երևում, միևնույն է հաճելի է որակյալ կենթանի կատարման համար շնորհակալություն պարային բեմադրությունը, որ այստեղ տեղի ունենար, այս հատակից բան չէր մնա, էլի սա իրականում բեմ չի, սա ձայնագրված ստուդիա է։ Աստված գային օրը, որ այն բոլոր ստեղծագործությունները, որ ստեղծվել են, մի օր ներկայացում դառնա, ես չգիտեմ, պարոն Մկրտչյանը գուցե դրա մասին էլ մտածել մի օր անպայման կասի ու հնարավորություն կլինի, որպեսզի մեր հանրությունը, եթե ցանկություն ունի, այդ ամենը տեսնի։ Մելանիա Գուրոկյանն ասում է բարի լույս սիրելի ռադիոյի աշխատակիցներին, մեր բոլոր տաղանդաշատ երիտասարդներին, կանաչ ճանապարհ եւ նպատակների իրականացում Ալլա Սարգսյան, Արամ Մկրտչյան, բոլորը ծաղիկներ, փուչիկներ, ես կարծում եմ ԽՑԲ-ն հիմա քիչ-քիչ կարտնանա քնից ու ձեր ծանոթ բարեկամներն էլ ավելի ակտիվ կգրեն, որ չենք հասցնի նույնիսկ ընթերցել, ինչ սկզբունքով է կընտրում պատանիներին, ովքեր կարող են ներգրաված լինեն օրինակ նախագծին։ Իմ պարագայում Լուսինե ջան շատ կարևոր է ռիթմի զգացողություն, պլաստիկա եւ ի վերջո երգեցողություն։ Եվ ինչ եկա, այ քննությունը գյուրատեսակ կազմակերպում, երեխաները երգում են, ասում են, պարում են, ինչ են անում։ Իհարկե, ինչ ասացի, այն էլ անում։ Ինչպես թատրոնում։ Սովորաբար նայած թատրոնում։ Դե հա, նայած թատրոնում։ Այս պարագայում ես սիրում եմ կաստինգների ժամանակ լավ պարեցնել, մի փոքր շնչակտուր լինեն, հետո երգել, հետո խոսել։ Դա ընդամենը Աստորեն բոլորը ձեր քննություն անցել են։ Անցել են, որ այստեղ են Տիգրան։ Ճիշտն ասա, ինչ աչքով ես նայել որդուտը։ Խեղճ տղան երևի ամենատուժածն է եղել, չէ՞, ամենածանր քննությունն է հանձնել, ինչ ասեմ։
զարմացած նայում։ Փորձերի ժամանակ Գևորգը ջղայն է, պահանջկոտ է, թե բարի է։ Ինձ ինչի եք նայում, այնտեղ նայեք։ Մի քիչ եկեք խոսենք Գևորգից, ինքը ձեզ չի լսի։ Այս պահին իրան հաշվեք ինքը չի լսում։ Խնդրեմ։ Բայց պահանջկոտ։ Բարի, բայց պահանջկոտ։ Շատ հասկացող։ Ես մի բան եմ ուզում ձեզ հարցնել, ոչ թե Գևորգին։ Արդյոք այս նախագծում մասնակցելը վերել է նաև նրան, որ ձեզ մոտ ուժեղացել է պատասխանատվության զգացումը, այսինքն դուք հասկացել եք, թե որքան կարևոր է այս կյանքում պատասխանատվության զգացում ունենալը։ Խնդրեմ։ Ինչ է փոխվել նախագծում մասնակցելուց հետո ձեր արժե համակարգում օրինակ։ Ընկեր Գևորգը մեզ շատ սիրել է սովորեցրել։ Վաու։ Ու ինձ թվում է դա ակնհայտ է։ Որովհետև ընկեր Գևորգի մոտ մուտքը առանջապիտ արգելվում է ինձ թվում։ Ահա։ Հրաշալի է ուղղակի։ Ամենակրխավոր պայմաններից է։ Ահա։ Գևորգ, այս բոլոր հայերեն թարգմանությունները քոնն է ինչ։ Այո, իմն են, դե Chicago Musical-ի մասին հավանաբար մարդիկ կիմանան, այնտեղ բացարձակ ուրիշ թեմա է արծարծվում, իսկ այս պարագայում քանի որ մեր սիրելի պատանիներն են, իհարկե ես ընտրեցի ընկերության թեման եւ ամբողջ ստեղծագործությունը վերափոխվեց ընկերություն։ Գևորգ, այդ ինչ է արվել, որպեսզի համն ու հոտը չկորի վերջո, Չիկագոն զգան այստեղ, նաեւ Հայաստանում թարգմանությունը դժվար բան է, հա, փոխել թարգմանել բացարձակ դժվար չի, քանի որ ունենք բացարձակ գեղեցիկ ու հարուստ լեզու։ Ահա։ Մենք ունենք, բայց արդյոք անգլերենից հետո չկորում իմաստը։ Հնարավոր է, արված է արդեն այնպես որ եթե ամբողջ ստեղծագործության մասին է խոսք, այդ ստեղծագործությունը սպասում է որ բեմ բարձրանա։ Նույնիսկ կա ամբողջական տան։ Ամբողջությամբ ես արել եմ թարգմանված։ Իդեպ ասեմ ծառայությանս ընթացքում։ Կողքից մարդկանց կընդունես, կներգրավես այդ ներկայացումը։ Իհարկե, բնականաբար։ Այդ զորություններ էլի շատ կարճ։ Ուզում ես ինչ անել գնել։ Վերադառնալ թատրոն։ Այո, կարոտել եմ շատ։ Լավ, հիմա դրա համար չենք համակում։ Այստեղ ինձ նաև հետաքրքիր է մի բան, հիմքը ամբողջ մյուզիկլի ընկերությունն է։ Այո։ Մենք միշտ լսում ենք դպրոցում, որ շատ ասում են, որ շատ կարևոր է բացի գիտելիքից, նաև դպրոցը պիտի մեծացնի լավ քաղաքացիների։ Այդ քաղաքացիների արժե համակարգի հիմքում ընկերություն անել իմանալն է։ Այո։ Արդյոք մյուզիկլը կբերի դրան, որ հիմք կդրվի այն մարդկանց, այն պատանիների մոտ, որոնք դեռ չեն գիտակցում ամբողջությամբ։ Ոչ թե արդյոք հավասիկ, խնդրեմ Լուսինե ջան, եւ իրենցից առաջ եւս 2 կուրս եմ ունեցել եւ վստահ եմ մնացած կուրսերն էլ ամեն տարի մոտ 100 երեխա իմացեք, որ այս շնչով են ապրում, ընկերության շնչով են ապրում, մարդիկ կան, ովքեր գտել են իրենց ընկերներին։ Հաստատվել է նոր ընկերություն։ Բնականաբար վստահ կարող ենք ասել ոչ միայն մյուզիկլը, այս ծրագիրը։ Ծրագրի նպատակն է գտնել երեխաների, ովքեր շնչում են նույն օդը, ովքեր իրենք այդ տարածքում իրենց շատ լավ են զգում, նոր ընկերներ են ձեռք բերում։ Տեսնենք հաջորդը ինչ ստեղծագործություն ենք։ Հաջորդ ստեղծագործությունը մեզ մոտ շատ գեղեցիկ մի ստեղծագործություն է, Սիրո հասակը, բոլորիս հայտնի, այո։ Մեր հայկական դա Չիկագոից է։ Չիկագոյի Սիրո հասակն է։ Դա նոր քիթ է, Նյու Յորքի։ Այո, այնպես որ խնդրենք հիմա Դավիթին, որպեսզի այդ գեղեցիկ ստեղծագործությունը կատարի, մենք տեսնենք։ Լավ գնացինք։ Վարգարուն է, ծաղիկները արտնանում են, սիրո ճամփան ինձ տանում է, բարդիները օրորվում են, հարսերի պես շորորվում են, նրանց դիմաց մոլորվում եմ անդադար, սրտիս մեջ է կյանքում մայիս, խենթի նման ման եմ հորից, արարաշխարն ինձ ժպտում է անդադար, իմ չորս բոլոր վառունացանք, հազար կարոտ ու երազանք, անխինչ լավն ես իմ սիրո ասակ, ով
Ծովի նման մեղմ քայլում են, աչքի տակով ինձ նայում են, բայց իմ կողքով լուր անցնում են, ամեն աղջիկնի փերի է, մեկը մեկից սիրելի է, նրանց ձեռքին ես գերի եմ սիրահար, սրտիս մեջ էր կյանքում մայիս, խենթի նման ման եմ գալիս, հարար աշխարհն ինձ շփվում է անդադար, իմ չորս բոլոր բառուն ազանք, հազար կարոտ ու երազանք, ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ։ Սրտիս մեջ էլ կյանքում մայիս, խենթի նման ման եմ գալիս, հարար աշխարհն ինձ շփվում է անդադար, իմ չորս բոլոր բառուն ազանք, հազար կարոտ ու երազանք, ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ, ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ, ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ։ Կեցես, այո, դու դարձիր երկիչ խնդրում եմ։ Ինչ հետաքրքիր տեմբրում ես։ Շատ ճիշտ ուղու վրա։ Հրաշալի է ուղղակի։ Եթե չնայինք, որ տակավին բադանիկ երգեր, շատ հասուն, այսպես հետաքրքիր տեմբր կար, բրավո։ Այստեղ խիդե բրավոներ բազմաթիվ կան, հրաշալի կատարում գրել է Ռիփսիմե Ղազանչյանը։ Յանա Թևանյանը գրել է բրավո, Հայկա Ասատրյան, Արմինե Հովսեփյանն ասում է բարի լույս մեր տաղանդավոր երեխաներին, ողջույններս, նորանոր հաջողություններ, մեծ բեմեր բոլորիդ, կարևորը լավ եւ պիտանի մարդ դառեք, երեխեք ջան։ Այո, իհարկե, այստեղ բարի լույս սիրելի հայեր ջան, շատ հաճելի կատարում, միշտ լինենք միասնական, ձեզ մեծ բեմեր Անահիտ Ասոյանն է գրում, մեծ բեմեր է մաղթում նաեւ Հովսեփ Նշանյանը եւ այստեղ բազմաթիվ սրտիկներ, փուչիկներ հետո խնդրում եմ լավ կփորփրեք։ Ես ասեմ, որ նրանք արդեն ամենամեծ բեմում երևի թե Երևանի ներկայացել են, օպերան ճիշտ է, Սունդուկյան թատրոնի բեմից մի փոքր մեծ է։ Հա, մի փոքր չէ, լավ մեծ է։ Դե ձեզ տեսնենք։ Մենք արդեն պատրաստվում ենք։ Ընդհանուր հարց ունեմ բոլորին, ով ինչ զգացում ապրեց, երբ առաջին անգամ դուրս եկավ մեծ բեմ եւ կյանքում ինչ է փոխվել այդ ելույթից հետո։ Բեմից, այսպես հա։ Իմիջիայլոց Մաշային այդքան չի վերաբերվում, որովհետեւ փորձառություն ունի կապված Պարագայում Մաշան չի խոսում։ Մաշան լռում է։ Ապա Օվսաննա։ Ճիշտ է, դուք պասիվ եք։ Նույնիսկ չենք կարող բացատրել մեր էմոցիաները, այդքան դրական լավ էմոցիաներով լցված։ Կյանքում ինչ որ բան փոխվեց այդ բեմից հետո։ Ամեն ինչ փոխվեց կյանքում։ Իսկ հուզական դաշտում, հուզական մակարդակում, այսինքն ներաշխարհում ավելի ինքնավստահ դարձա։ Բարերներ մոռացել։ Օրինակ միջև բեմ դուրս գալը ես շատ լարված էի, բայց հենց դուրս եկա բեմ, արդեն լրիվ հանգիստ, sense վայելում էի բեմը։ Կախարդական հրաշքը սև տուփի։ Այո, միանշանակ։ Մոռանում ես ինքդ քեզ։ Հա, դե բնականաբար։ Ես միշտ ասել եմ, որ բեմը նաև հոկեբան կարող է լինել, որպես փոխարինել ամբողջական հոկեբանի ծառայություններ։ Մի լսեք հոկեբաներս պայն։ Ես անդադար մտածում եմ, որ կարող է չբավականացնի մեր եթերը, որ շատ խոսենք։ Դե եկեք ավելի լավ է երկենք։ Դե դրա համար հաջորդներին, քանզի բավականին տարբեր եւ հագեցած է եւ երաշտական ուղղվածություններն են բավականին իրարից հեռու։ Հիմա ուր ենք տեղափոխվելու։ Հիմա տեղափոխվելու ենք Փարիզ։ Հրաշալի է։ Ֆրանսերեն կլսենք Էլինայի կատարմամբ Զազի երգերից մեկը։ Այսինքն ստացվում է, որ մյուզիկլը նաև թիմային աշխատանքի է մոտեցնում, նաև անհատականությունն էլ առանձնացնում է։ Այս պարագայում մենք հատուկ այստեղի համար ենք պատրաստվել, այո, սա հատուկ արված աշխատանք է, այնպես որ բրավո իմ գանձերին, նրանցից յուրաքանչյուրը եւ հրաշալի է եւ գանձարան։ Ջեքպոտ են շահել է երեխեք էլի, որ ընկել են քո ձեռքը։ Երևի։ Լավ, լսենք Զազի։ Խնդրեմ։ Qu'importe là où je vais, tant que j'ai l'audace de tenir la main de l'autre pour
aimer le temps qui passe, dans tout ça que j'ai fait, la rage et l'amour s'embrassent, qu'il soit nous, qu'il soit rose, la vie nous dépasse, que vendrá, escribo mi camino sin pensar, donde acabará. Dans mes joies, dans mes peines, dans mes choix, dans mes larmes, je laisserai mes sentiments. L'homme unique fait son chemin comme ce soir, pour aimer indifféremment. Sous le sable mouvant de passé qui s'effondre, je me recrasse, c'est ça que j'aime. Pendant chaque seconde, les harpons n'ont sort d'elles-mêmes. Que vendrá, escribo mi camino sin pensar, donde acabará. Que vendrá, escribo mi camino. Si me pierdes que yo me encontraba y sé que debo continuar. Eva. Puisque nous on sait sans savoir ce qui nous attend un peu plus tard, laissez parler mon instant, mon chéri. Puisque tout cela est inscrit, je mourrai jusqu'à mon dernier jour, jusqu'à mon dernier souffle de vie. Que vendrá, jusqu'où j'irai, j'en sais rien, sin pensar. Solo se va de amor. Que vendrá, yo escribo mi camino. Si me pierdo es que yo me he encontrado y sé que debo continuar. Que vendrá, escribo mi camino. Si me pierdo es que yo me he encontrado y sé que debo continuar. Si me pierdo es que yo me he encontrado y sé que debo continuar. Eba! Եվ այստեղ դրանից հետո միանշանակ ծափեր։ Ծափարություններ եւ կենտրոնի եւ այս տարբերակով։ Այո։ Ես հասկանում եմ, որ սա բեմ չէ եւ մի քիչ երեխաների շարժումներն են այսպես կաշկանված զուտ հաշվի առնելով, որ բեմ չէ։ Եվ կաշկանված փոքրել վստահ եմ հուզված, որովհետեւ հանրային ռադիոյում ելույթ ունենալ դա կարծում եմ եւ աշխարհով մեկ հիմա դիտում լսում են բոլորին։ Մեծագույն պատիվ է նրանց համար ու նրանց կենսագրության մեջ կարծում եմ վառ կետելի։ Կարմիրով խնդրում նշեք կնշենք կարմիրով։ Հիշեք մեզ։ Պաչիկներ են ուղարկում երեխաները իրար։ Ես ուզում եմ հասկանալ, նախագիծը ենթադրենք եկավ տրամաբանական ավարտին։ Կարող է այնպես ստացի, որ այնքան մտերմանան, որոշեն ինչ որ մի խումբ դառնալ ու ինչ որ շարունակվի գործընթաց։ Չի բացառվում։ Իհարկե։ Չի բացառվում։ Այս տարի շատ բեղուն ստացվեց հատկապես իմ խմբի համար, որովհետև բազմաթիվ ելույթներ ունեցանք ու հիմա նաև պատրաստվում ենք Երևանում հուլիս ամսին մեկնարկող աշխարհի ձայնը մրցույթին, երգի մրցույթ։ Դա ինչ բան է, Իրոք է նորից, ապա բացեք փակագծերը։ Ես շատ չեմ կարող բացել փակագծը։ Ժամանակը կգա կբացվի, գուցե այդ պարագայում էլ համենանք։ Դուք ուզում եք մշտական ստանալ։ Իրականում Գևորգ ջան, դրա համար շատ նախապես են գրանցվում ու դու դա լավ գիտես, բայց ինչևէ։ Այդ ուրեմն նախագծի բացման պատիվը ինձ է տրվել musical show անելու մոտ 1 ժամ 15 րոպե ես ընտրել եմ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի արտիստներին եւ իմ հրաշքներին, ովքեր երեկոյի շոուն պիտի փակեն այս համարով, իհարկե պարերով, երգերով եւ Գևորգ, կիսվեք մեզ հետ գաղտնիքով, ինչպես եք հասցնում թատրոն, երեխաներ, մանկավարժություն, աշխարհի ձայն հասակ արդեն։ Այդպես։ Աշխարհի ձայնը շփիտով եւ կազմակերպված Առանց դրա կյանքը կլիներ գորշ եւ անգույն։ Կարելի է մեռնել։
Չէ, պետք չի։ Չէ, պետք չի։ Գևորգ ջան, տենց Գիտեմ, որ պետք է դրամարել այդպես եմ ապրում։ Մեզ զոհեր պետք չէ։ Եկեք շարունակենք։ Այո, Յանա Թևանյանն ասում է տաղանդավոր ազգ ենք։ Հայկը ասում է բրավո մեր տաղանդավոր երեխաներին, գանձեր, հրաշքներ, ու այսպես։ Միանշանակ ես վստահ եմ մենք երբեք խնդիր չենք ունենա շնորհալի տաղանդավոր եւ պատանիների, եւ երիտասարդների, եւ մեծերի, մեր ազգը երբեք այդ խնդիրը չի։ Ես մի բան եմ նկատել, հատկապես միջազգային նախագծերում, երբ կան այլ ազգի ներկայացուցիչներ, երբ հայը ելույթ ունեցողը, մենք գիտենք, որ հաստատ գույն է թողնելու, հաստատ զարմացնելու է, շլացնելու է կատարողականությամբ, ձայնային հրաշալի տեմբրով։ Ես միշտ ուշադիր եմ եւ տեսնում եմ, որ ոչ մի հայ երիտասարդ կամ արտիստ հենց այնպես չի բարձրանում բեմ երգում ու մոռացվում գնում է ամեն ինչ։ Այո։ Բրավո։ Դե ինչ ծեծվեց բեմեր, բայց ուր ենք տեղափոխվում հիմա։ Տեղափոխվում ենք Ադելի մոտ։ Հա։ Երկչուհի Ադելի։ Ադելենց տուն ենք։ Ադելենց տուն ենք գնում։ Այո։ Առավել եւս որ երկու հոգով Բեատրիսը եւ Մարիան հիմա միասին որոշել են այդ երգը դուետ սարքել։ Բարդ կարծում եմ ված չի ստացվել, խնդրեմ համեցեք։ Տեսնենք։ My hands, they're strong, broken my knees, we fought too weak to stand in your arms without falling to your feet. But there's a side to you that I never knew. All the things you'd say, they were never true. And the games you played, you would always win. But I set fire to the rain, watched it pour as I cut your face. Well, it burned while I cried, 'cause I heard it screaming out your name.
Ես հիշեցի պատանի Ադելին, դպրոցական Ադելին։ Բրավո, Այո, բրավո։ Բրավո աղջիկներ։ Հետաքրքիր է որ տեմբրային շատ տարբեր էին իրենք երկուսով։ Ինչպես Ադելը 12-րդ դասարանում։ Դու կհիշես։ Ես հիշեցի Ադելին 12-րդ դասարանի վերջի զանգի։ Ճանաչում էի։ Վերջի զանգի կատարումներից էր սա Ադելին։ Ոնց կարող էր ճիշտ։ Այո։ Այստեղ Լևոն Ավդալյանն ասում է բրավո հրաշք են ուղակի։ Ալլա Սարգսյանը պաչիկներ է ուղարկում ձեզ։ Եվ իհարկե շարունակում ենք այս հրաշալի առավոտ ուզում ես երեկոն։ Դու կարող ես ասել։ Դե մի տեսակ հավես այսպես։ Երեկոյան այդպես ինչ-որ։ Հրաշալի առավոտ է, ես ամեն անգամ ձեզ մոտ գալուց լավ լիցքերով եմ։ Մի քիչ էլ ասեք։ Ամբողջ օրը սա լավ պայծառ լիցքերով լցված։ Ինչպես կանգուն խոսափողը Լուսինե։ Չեմ տվել ոչ մի բանի, չգիտեմ ինչ եկավ, հուզվեց։ Գևորգ իր էներգիան ուղարկեց եւ դու լսեցիր։ Այո, նույնիսկ խոսափողը պայթեց։ Ես ձեր չեմ տվել ոչ մի բան, Տիգրան, անկեղծ։ Բավոր երկեմ։ Ով դու չէ, Գևորգ ջան, հա թե չէ, ես որ երկեմ շատ ավելի վատ կլինի ամեն ինչ։ Ոնց են անում այդ սրտիկի մասը, այսպես է, միկրոֆոնի սրտիկն։ Դուր, լավ, սա է դուրս եկել ընդամենը։ Լավ, եթերը չկանգնեցրեցիր։ Իսպես ուղիղ եթերը սա կպայթի։ Ուղիղ եթերն արդեն պայթում է տաղանդավոր պատանիների կատարումներից, իսկ դա հրաշալի է։ Շատ լավ է, որ մենք ամեն շաբաթ առավոտ կարողանում ենք զարմացնել մեր ռադիոլսողներին, իսկ զարմացնում ենք արտիստների միջոցով։ Շնորհակալություն ձեզ։ Խոսում է Երևանը, Գևորգ, շարունակենք։ Ինձ հետաքրքիր է դարձել այ մեր պատանիները իրենց ընտանիքներում ինչ երաժշտություն են լսում եւ արդյոք չկա այդ հակասությունը։ Ծնողները լսում են մի բան, երեխաները մեկ այլ բան եւ ով է հաղթում արդյունքում։ Ու ասենք եղել է դեպք, որ գնաք ու անջատեք, ասեք, սա ինչ է դուք։ Հա, իհարկե, խնդրեմ։ Ակնհայտ փողոցային երաժշտության լսողն եմ եղել տանը։ Այո, մեր տանը բացարձակ ուրիշ երաժշտություն է հնչել։ Այն վատ երաժշտություն։ Փողոցային մեղմ ասած։ Ֆոլկլոր, այդպես ասեք, մեղմ թող։ Չէ, լսի, ֆոլկլորը լավ է։ Քաղաքային ֆոլկլոր։ Չէ, շատ ավելի վատ բան է։ Ավելի վատ։ Այո, այնպես որ ես Բավոց եղավ որ այսպես եղար, դարձար։ Լավ։ Ով վերափոխեց։ Կարևորը եղավ։ Ինստիտուտը, Հատերական ինստիտուտը։ Հետո էլ բողոքում են։ Կարփ Խաչվանքյանը, այն մարդիկ, ում ես հանդիպել եմ իմ կյանքում։ Վախտե վիճակներ։ Իմ երգեցողության ուսուցչուհին, բոլորը խոսքեր չկան։ Հիմա թող երեխաներն ասեն։ Ճիշտն ասեք, որ մենակ եք մնում ու ոչ ոք չի լսում, ինչ եք լսում։ Ճիշտը եւ միայն ինչ։ Michael Jackson։ Տիգրանը քեզ այնքան շատ կսիրի, չես պատկերացնի։ Ծնված օրից Michael Jackson եմ լսում, ու մայրս ֆանատն է Michael Jackson-ի, ես էլ հետը։ Գեցեք։ Էդ էիր ուզում լսեիր Տիգրան։ Չի սպասում անկեղծ։ Ինչ։ Իմ ծնողներն էլ են այդպիսի երաժշտություն լսում, օրինակ կարող եմ բերել System of a Down-ը հաճախակի կամ Queen։ Խոհանոցում գործանելու System of a Down շատ։ Այո, ես լիովին պատկերացնում եմ մայրիկը կարող է խոհանոց։ Մաշայի մայրիկը ուրիշ երաժշտության տակ չի կարող ուղղակի։ Ներքո որևէ համեղ խորտիկ պատրաստի, պատկերացնում եմ հավ պատրաստելու ստան։ System of a Down։ Կարմիր գանգուրները։ Այո։ Ջեր ողջույններ Լիլիթին։ Ձեր տանը ինչ են լսում։ Ծնողները իրականում երգի ոլորտում իմ նման խառը ճաշակ ունեն։ Ես էլ ծնողներս էլ ամեն ինչ լսում ենք։ Ամեն ինչ։ Այն ամենավատն է։ Չէ, թե միանտեն 6-8 բան։ Դա էլ է պետք լսել, որպեսզի կարողանա։ Չէ, մենք չենք ասում, բայց դրա լավն էլ կա, վատը չի։ Լավն էլ կա։ Երբեմն լսում է Թաթա Սիմոնյան, երբեմն օպերա։ Չէ, նորմալ տարբերակներ ասացիք։ Ահա։ Հետո ուզում եմ քեզ հարցնել։ Ճիշտ ասած, մեր տանն էլ նույն վիճակն է, պապան լրիվ ուրիշ ճաշակ է, ես ծայրահեղություններ ենք մենք ու երբ որ ընտանիքով ինչ որտեղ են գնում, օրինակ մեքենայով, միշտ իրա ասեմ playlist-ն ենք լսում, որտեղ ինքը մեր ճաշակը չի հավանում։ Իսկ դու չես նյարդայնանում այդ հանգամանք։ Ճիշտ ասած, նյարդայնանում եմ, դրանց մենք հաճախ ենք վիճում, որտեղ որ ես միացնում եմ ժամանակից հրապ եմ միացնում, իսկ պապան ավելի հանգիստ է սիրում հայկական, ինչ որ, չգիտեմ, էստրադա, ու մենք միշտ վիճում ենք։ Սերը գնաց կորավ հետ չեկավ։ Դե բայց ժամանակակից ռեփ պատկերացնում ես։ Տարապանք։ Դա նորմալ է, որ հակասություն կա, դա շատ նորմալ է։ Շատ լավ է, առողջ միջավայր։ Իհարկե։
Դե ոչինչ, դա նյարդայնացնող չէ, Իրականում մի քիչ իմ ու մամայի ճաշակներն են իրար մոտենում, բայց մեր տանը միշտ լինում են կռիվներ, որովհետև տատին ու պապին լսում են ժողովրդական, հայկական, այսպես ազգային երգեր։ Այո, շատ լավ երգեր են։ Սենյակից որ լսում են, կարող է ես երգեմ Queen կամ ինչ-որ Michael Jackson, Since նյարդայնանում են, այս ինչ երգեր ես երգում ես են, իսկ պապան ռուսական, sense դանդաղ տխուր երգեր։ Ռուսական դանդաղ տխուր։ Որ ծրացել է ռուսերեն։ Տանը չեմ շփվում։ Безответная любовь։ Ես իմ աշխարհն ունեմ։ Маленькая страна։ Չէ, безответная любовь։ Իսկ են մոտարի կամած բան, այտենց այդ սերիայից ունենք թե ոչ։ Այստեղ լսող կասկածում եմ։ Չէ, այստեղ լսողներ չէ, տունը լսողներ։ Այ եկեք հիմա լսենք թե նրանք էլ ինչ են լսում ու թող կատարեն։ Թող կատարեն հիմա։ Կամ մի գնա քեզ խնդրում։ Մի արա, խնդրում եմ, սրտիդ բանալ լինել կգտնենք։ Այո։ Կան այդպիսիք թե ոչ։ Բզբզում է Տիգրանը։ Ոչ, չկա։ Չկան։ Դե լավ, մի ամեն Արի չեք լսենք հաջորդ կատարումը Տիգրան։ Պայման ուզում ես մեկ ասի, ես լսում եմ։ Դե լավ, ես շատ ուրախ եմ որ չկա յա։ Իրականում մի բան ասեմ, ժամանակակից փոխված տարբերակները այդ երգերի միշտ այնքան հաջող են լինում, երբ ռոկային ոճով է, նույնիսկ ասում ես, «Վաու, հետաքրքիր է ստացվում»։ Իրականում գիտեք ինչ վատը չի։ Այդ երգերի մեջից երբ որ դուրս ես բերում, Սիրուն ուղի նորմալ հանգիստ նորմալ երգում ես առանց նյարդային տեսնում ես որ այդ երգի մեջ բառեր էլ կան իմաստել կա բայց այդ բավականին ռոմանտիկ երգ է ստացվում բա իսկ հիմա ասեցինք բարձվեց այնքան լավ այո հիմա մի ռոմանտիկ երգ կլսենք ես վստահ եմ մեր սիրելի աբայի այո երգերից մեկը հայտնի այնպես որ խնդրեմ եւս դուետ մեր նկարչուհիների կատարմամբ Աբա աշուղների այո խնդրեմ դե գնացինք I've been cheated by you since I don't know when So I made up my mind it must come to an end Look at me now will I ever learn I don't know how but I suddenly lose control There's a fire within my soul Just one look and I can hear a bell ring One more look and I forget everything Whoa, Mamma Mia Here I go again My, how can I resist you Mamma Mia Does it show again My, just how much I missed you I've been angry and sad about things that you do I can't count all the times that I've told you we're through And when you go, you slam the door I think you know that you want me away too long You know that I'm not that strong Just one look and I can hear a bell ring One more look and I forget everything Whoa, Mamma Mia Here I go again My, how can I resist you Mamma Mia Does it show again My, just how much I missed you Yes, I've been broken hearted Blue since the day we parted Why did I ever let you go Mamma Mia Now I really know My, I could never let you go I've been angry and said Oh, sorry Շնորհակալություն Անունեցանք Դե ոչ Ապերն ում են Բեմադրական էր ես ասեք Ինչու՞ չէ Հրաշալի էր ուղղակի Բեմադրված տարբերակ Ծափեր են հնչում ձեզ համար Մենք ունենք ծափահարողների մի մեծ բանակ որ յուրաքանչյուրի
կատարողականությունից հետո այսպես դասարան գումարած դասական նախագծի հետ շարունակում ենք ծանոթանալ եւ զրուցել ղեկավար Գևորգ Դավթյանի հետ։ Գևորգ, բարդ բան է իրականում այդ տարիքային, հա, այս տարբերությունը, ինչպես ընտանիքում հայրեր որդիների այդ խնդիրը, հակասությունը միշտ եղել է, աշխատանքում առավել եւս։ Ինչպես է հաջողվում զգալ պատանիների ցանկությունները, զգացողությունները, շունչը եւ վերջը դուք կարող եք հրամցնել մի բան, իրենք կտրականապես ասել ոչ, սա մեզ համար չէ, ոչ, սա մեր հոգուն հարազատ չէ։ Ինչպես է հաջողվում գտնել այնպիսի բան, որպեսզի երկու կողմերը լինեն բավարարված եւ ստանալ արդյունք, ահա այսպիսի արդյունք։ Մի բառով ասեմ։ Հա, իհարկե։ Դուք հետո կընդլայվեմ, այդ մի բառը ես միշտ եմ կրկնում, դա սերն է։ Ինչ կտաս այն էլ ետ կվերադառնա։ Դա կապ չունի երաժշտության տեսակով, պահվածքի տեսակով, ընտրության տեսակով, այս պարագայում Տիգրան ջան, ես ուզում եմ բոլորի ծնողներին շնորհակալություն հայտնել այսպիսի երեխաներ դաստիարակելու համար։ Ես վստահ եմ, որ նրանք բոլորն էլ դժգոհ են իրենց երեխաներից տանը, բայց մի բան եւս մեկ անգամ ես կրկնեմ, որ նրանք դրսում հանրության մեջ իմացեք, վստահ եղեք, որ իրենց պահում են շատ գեղեցիկ խոսում են, շատ գեղեցիկ վարվելակերպ ունեն, շատ գեղեցիկ աշխատել գիտեն, պարզապես պետք է այդ աշխատանքը մոտիվացնել։ Ընկեր Գևորգը դա անում է։ Ընկեր Գևորգը փորձում է դա անել ու ստացվում է, որովհետև ընկեր Գևորգը ցանկացած պարագայում նրանց ոչ թե 2, այլ 4 թև է տալիս թռնելու համար։ Ընկեր Գևորգ, իսկ տանը ձեր տղայի հետ այդ հարցում խնդիրներ չեք ունենում։ Միշտ ենք ունենում։ Հետո վեճը թեժ է լինում։ Ոչ։ Ահա, ընկերներ եք ավելի շատ, հա։ Ժպիտով, իհարկե։ Համաձայն ես պապայի ասածներին, հա, լավ։ Ժպիտով, տանը եթե ես իմ պարագայում ասեմ, եթե մենք խնդիրներ ունենք առօրյա կենցաղային, հա, շփման մեջ լսում եմ ինչ հրաշք տղա ունես, ինչ ձև ես դաստիարակել, չգիտեմ, դեֆերամներ։ Դու էլ մտքիդ մեջ ասում ես, հələ եկեք տունը տեսեք։ Եվ դա տեղի է ունենում բոլորի ընտանիքներում, դա նորմալ է, որովհետև նրանք 15, 16, 17 տարեկան են ժողով։ Այո, այդ հասունացման ընթացքն է, բազմաթիվ բարդություններ, պիտի ամեն ինչ անենք, որ դրանք տեղ չունենան հետագայում իրենց ներաշխարհում։ Մաշայի մայրիկը արձագանքել էր, ես կզարմանայի, որ չարձագանքեր Լիլիթն, ասում եմ Մաշայի մայրիկը ինքը իր մասին տենց է գրում, երրորդ դեմքով ես խոսում։ Ողջույններ։ Մաշայի մայրիկը ռոք եւ դասական է լսում եւ առաջին տեղում միշտ դնում է ազգային երկարվեստը։ Եղավ, ողջույններս իմ սիրելի պրոֆեսիոնալ հաղորդավարներին եւ տաղանդաշատ Դավթյան Գևորգին։ Շնորհակալ եմ, հրաշք։ Գևորգ, չեք վիճում, այ պատանիների հետ կան, ասեն այս երգը հին է, ինչու եք այսպեսի բան ընտրել։ Նոր բան ընտրել։ Տիգրան ջան, անկեղծ եմ ասում, ես տեսեք հագուստից սկսված ես նրանց չեմ թելադրել, պարզապես ասել եմ ճիշտ հագնվեք, գեղեցիկ հագնվեք, նույնձև էլ երգերի ընտրության պարագայում նրանց լայն հնարավորություններ տրված երգերը ընտրելու, նրանք ընտրեցին, բերեցին, մենք էլ ընտրեցինք լավագույնները միասին, այդպես է։ Ֆենոմեն է, բայց տեսեք, այ Աբայի նման, հա, գլուխգործոցը, փաստորեն տարիներ անցնում են, տասնամյակներ, բայց նորից ու նորից նոր սերունդ ընտրում է։ Ուզում է 2 դար կամ 3 դար անցնել։ Կարծում եմ դա մնալու է, որովհետև երաժշտություն կա, տեքստ կա, իմաստ կա։ Մնում է հիմա ստեղծվեն այդպիսի գործեր, որոնք եւս ունենան այդպիսի երկար։ Մնում է։ Թող ստեղծվեն։ Թող ստեղծվեն։ Ինչ ենք լսում հաջորդ թիվ, տեսնում ենք, որ երեքը այո, բավականին հետաքրքիր եւս մի ստեղծագործություն ենք լսելու, իմ շատ սիրելի մուլտֆիլմից է լինելու Տրոլերը, չգիտեմ, տեսել եք թե ոչ, գլխավոր սինգլը այդ ֆիլմի Ջասթին Թիմբերլեյք, չէ՞, Վախթանգ։ Այո, այնպես որ Վախթանգի կատարմամբ խնդրեմ կլսենք այդ երգը, գնամ փորձեմ ես էլ նրան։ Ասենք որ Տրոլերը տրոլեյբուսի հետ ոչ մի կապ չունի։ Չես կարող ասել Տիգրան ջան։ Մի արա։ Նայեցում համար։ Դե հիմա։ Մնացեք մեզ հետ սիրելի ռադիոլսողներ։ I got this feeling inside my bones. It goes electric when I turn it on.
And if you want it inside your soul, just open up your heart, let music take control. I got that sunshine in my pocket, got that good soul in my feet. I feel that hot blood in my body when it drops. I can't take my eyes off it, moving so phenomenally. You're more like the way we rock it, so don't stop. Under the lights when everything goes. Now we're too high when I'm getting you close. When we move, well, you already know. So just imagine, just imagine. Nothing I can see but you when you dance, dance, dance. Yeah, feeling creeping up on you, so just dance, dance, dance. All those things I should do you, but you dance, dance, dance. And ain't nobody leaving soon, so keep dancing. I can't stop the feeling, so just dance, dance, dance. Yeah, so just dance, dance, dance. Come on. Ooh, it's something magical. It's in the air, it's in my blood rushing on. I don't know reason, don't need control. I fly so high, no ceiling when I'm in my zone. Cause I got that sunshine in my pocket, got that good soul in my feet. Feel that hot blood in my body when it drops. Woo! I can't take my eyes off it, moving so phenomenally. You're more like the way we rock it, so don't stop, stop. Under the lights when everything goes. Now we're too high when I'm getting you close. When you move, well, you already know. So just imagine. Nothing I can see but you when you dance, dance, dance. Feeling good, good creeping up on you. So just dance, 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 dance. All those things I should do you, but you dance, 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 dance. Ain't nobody leaving, so keep dancing. I can't stop the feeling. So oh, dance, dance, dance. Yeah. So just dance, dance, dance. Can't stop the feeling. So just dance, dance, dance. Can't stop the feeling. Yeah. So keep dancing. Good morning. I wanna see, have a good day, love yourself, and dance with me. Sing this song and feel yourself. So good! Yeah! Can't stop that. I can't stop that. I can't stop the feeling. When you dance, 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 feeling good, good creeping up on you. So just dance, 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 dance. All the things that I should do you, but you dance, 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 dance. Ain't nobody leaving soon, so keep dancing. Everybody sing. In my body, yeah. God is feeling in my body. Wanna see you move your body. God is feeling in my body. Break it down. God is feeling in my body. It's hard to feel it. God is feeling in my body. Justin Timberlake-ին։ Այսպիսի տժժիկ րոպեներ այդ բառը պիտի գործած եմ, այստեղ ուրիշ տարբերակ չկա։ Շնորհակալություն, ակտիվություն ու այսպես պատյունավտանգ լավ առումով իրավիճակի համար հրաշալի էր ուղղակի, կարծում շատերը ովքեր դեռ այսպես էին ու լիովին չէին արթնացել, միանգամից արթնացան։ Պայթեցնենք եթերը հիթերով, քանի դեռ YouTube-ը չի նեղացել մեզանից։ Գյուլվարդ Սիմոն անունով օգտատերն է գրել, լատինատար է գրել եւ ես այդ նույն ակցենտով եմ ուզում կարդալ։ Բրավո, բոքս ախրանի վաս։ Ոնց ասեք, Յանա Թևանյանն ասում է շնորհակալություն տաղանդավոր Գևորգին։ Ահա, այստեղ Ալա Սարգսյանը, Սուսանան, ծաղիկներ, պաչիկներ, սրտիկներ են ուղարկում։ Հա, մենք էլ ենք հումորներ անում եք մեկ։ Մենք ունենք
Մոտավորապես 25 րոպե եւ ուզում եմ հասկանալ քանի գործ կա դեռ որ հասկանանք Մենք ունենք 2 գործ երեխաների կատարմամբ եւ հետո վերջում 3 գործ մնաց, հա, կարող ենք հանգիստ խոսել, ուրեմն ստացվում է այդպես։ Այո։ Ասում է Գայանե Այվազբալյանն է ասում հին երգ չի լինում, այն կամ երգ է կամ տեխնիկական ձայնագրություն, որով լցված է մեր կյանքը, ճիշտ է ասում։ Հիմնականում երգեր կան, որ այնպես սարքած է, դրանց ես անվանում եմ նախագիծ, ոչ թե երգ, որևէ արտիստ ուզում է այդ երգը փոխադրի ու ինքը երգի, ոչ մի ձև չի ստացվում, որովհետև մեղեդի չկա այնտեղ բառի բուն իմաստով։ Ես հայերեն շատ եմ սիրում, բայց խմբի մոտ օտար երգերն են ստացվում, գնացեք Եվրատեսիլ։ Ուղարկեցիք էլի։ Քիչ պատրաստում ենք, ես ձեզ ասեմ, որ իմ հրաշքները հայերեն էլ շատ են սիրում, ես չեմ բռնացել, հիմա կլսենք հայերեն երգ Վերադարձանք Հայաստան Բնական է մենք միշտ ենք Հայաստան Տիգրան ջան դա կապ չունի որ ուրիշի երաժշտությունը Եվ ինչ ենք լսելու լսելու ենք Աշտարակյան մեղեդիներ Վախ այն իմ սիրած լույս Այո Այս իմ համար է Էդգար Էլբակյանի Լուսինը հրաշալի տաղանդավոր ես Երբ սովորում էի երրորդ կուրսում էի Էդգարը որ եկավ ակնհայտ բացառիկ տաղանդավոր երիտասարդ էր Բացառիկը ստացված Այո, ցավոք ստացվեց այն ինչ ստացվեց Հրաշալի է որ այս երգը կա Բայց իր ստեղծագործությունը կա Այո, եւ ոչ միայն սա, էլի շատ գեղեցիկ երգեր ունի այնպես որ հիմա պիտի խնդրենք Մաշային որպեսզի մեզ լուսնացնի Մաշա քեզ տեսնենք Ու այնպես է ստացվում ասում են չէ քանի այդ մարդու մասին խոսում ես գործերը ակտուալ են նա կենթանի այնպես որ հրաշալի է որ է ստեղծած գործերը զարդարում են ինչի ոչ դրական ու հետաքրքիր էմոցիա փոխանցում յուրաքանչյուրիս Խնդրեմ Ինչ որ բան շշնջաց Լուսինը նայեց Այն շանը քնած Որ պարկել էր անշարժ Սև հողում մոխրացած Ախ լուսին, լուսին Ուզում եմ քեզ կրկել Քեզ տանել լուսին Ու մորս Լուսին, լուսին, ուզում եմ քեզ կրկել, քեզ տանել լուսին, ու մորս նավիրել, լուսինը լսեց, ու կորավ հանկարծ, մնացի միայնակ, գիշերում կախարդված, իսկ երբ արթնացա, Ես տեսա հանկարծ Որ լուսինը քնած Իմ գրկում է քնած Ախ լուսին, լուսին Ուզում եմ քեզ կրկել Քեզ տանել լուսին Ու մորս նավիրել Ախ լուսին, լուսին Ուզում եմ քեզ կրկել Լուսինը լսեց ու կորավ հանկարծ մնացի միայնակ գիշերում կախարդված Լուսինը նայեց այն շանը քնած որ պարկել էր անշարժ սև հողում մոխրացած Ախ լուսին, լուսին Ուզում եմ քեզ կրկել Քեզ տանել լուսին Ու մորս նավիրել Ախ լուսին, լուսին Ուզում եմ քեզ կրկել Քեզ տանել լուսին Ու մորս նավիրել Ախ լուսին, լուսին Ուզում եմ քեզ կրկել
Эх, Լուսիա։ Լուսիա Ալուսի։ Ինչ տարբերություն։ Ընդհանրապես Լուսին է։ Նույնն է իմաստը։ Հայաֆիկացնենք ամեն ինչ։ Իմաստը հրաշալի էր ուղղակի շնորհակալություն, այսպես էլեկտրացանցն է։ Եվս մի տարբերակ ունեցանք։ Այո, էլեկտրացանց ունեցանք։ Ավելի լավ է լույսի մեջ լինես, քան մթության։ Լույսի մեջ, այո։ Այստեղ մենք ունենք սրտիկներ կան բազմաթիվ, նաև մեր էջին են գրում, Վարդուշ Մաթևոսյանն է գրել, բարի լույս բոլորիս, հրաշալի բալիկներ իրենց շատ գեղեցիկ ու կատարյալ կատարումներով կանաչ ճանապարհ ու անսահման հաջողություններ խմբին, կեցեք բազմաթիվ ցերով, երով, բացակայության նշաններով իսկապես հրաշք են եւ վարդերի մի մեծ փունջ։ Ձեզ այդ ամենը ձեզ համար է։ Ամենը ձեզ, մեզ ոչինչ չմնա։ Այստեղ շատ կարևոր մի բան կա, որ նրանց մոտ առաջին քայլերն են ավելի ոգեշնչված են, բեմ են բարձրանում, ծանոթանում են հանդիսատես երևույթի հետ, որոնք ծափահարում են մի տեսակ հետաքրքիր էմոցիաներ ու նոր աշխարհ, ոնց է կանում, որպեսզի կարողանաք իրենց պահել բալանսի մեջ։ Չէ՞ որ շատերը չեն դիմանում այդ փորձությանը եւ իրենց չդիմանալու հետևանքով գցում են ծուղակը ու այն ինչի որ հասել են օրինակ հետին շատ արագ քանդվում է։ Լուսինե ջան, այս ծրագիրը ոչ միայն երգ սովորելու, պար սովորելու ու վերջում գեղեցիկ երեկո ունենալու մասին է, այլ նաև շատ զրույցների։ Այդ զրույցները տեղի ունեցել են իմ հրաշքների հետ, մնում են նրանք իրենց ականջներին օղանեն, լսեն, որպեսզի չսայթակեն, աստղայինը չտանի։ Իհարկե, աստղայինը չտանի, ծափեր թող միշտ հնչեն, թող այդ ծափերից ոգևորվեն, հետո ավելին անելու ակնկալիքով, այո։ Դե եկեցեք ամեն ինչ ճիշտ հիմքերի վրա է դրված, մենք հասկացանք, հուսով եմ գործի մեջ մտել է Գևորգը։ Ես այստեղ մի բան եմ կարդում, գուցե ճիշտ եմ, գուցե սխալվում եմ, Սարգիս Մանգասարյանն է գրում Բարևներ Մարսից։ Դա շատ հրաշալի է։ Հանրային ռադիոյին մենք մեր առավոտյան ծրագրում ուժեղ ենք։ Այնքան խոսեցինք այլ մոլորակում կյանքի մասին, խնդրեմ, ստացանք նամակ Մարսից։ Ահա վասիկ։ Լուրջ գրել է Մարսից։ Մարսից։ Այդտեղ կյանք կա։ Դե որ չլիներ ոնց կգրել։ Ոնց կգրել, չէ։ Ինչու մենք չմիանանք Մարս։ Ուղիղ միացումով։ Շնորհակալություն բոլորին, ովքեր։ Ինչեր ասես, որ չէ լինում մեր Աստորեն մեզ ոչ միայն լսում են ամբողջ աշխարհում, այլև տիեզերքում եւ այլ մոլորակներում եւս հրաշալի է։ Դա հանրային ռադիոն է։ Այո։ Այստեղ դու տանն ես։ Չերկեիք Լուսնի մասին, Մարսից նամակ չեք ստանա։ Գուցե։ Այո։ Լսենք հաջորդ երգը։ Լսենք Գևորգ։ Հաջորդ երգը եւս շատ տաղանդավոր մի երգչուհու երգ է Amy Winehouse։ Թույլ տվեք փշակաղվել։ Փշակաղվեք, որքան կցանկանաք, հուսով եմ այն գեղեցկուհին էլ, որ հիմա կկատարի այդ երգը, իր տարբերակը կլինի ու հուսով եմ այն ձեզ դուր կգա։ Այդ գեղեցկուհին ինձ իմ մանկությունն է հիշեցնում։ Ես հենց տեսա, ասեցի այդպեսի բան։ Դու մանուկ տարիքում։ Այդպես նիհար եմ եղել։ Արմինեն փայլիկներով բեմում, փայլիկները բեմում։ Փայլիկներ կա, չէ՞։ Բեմում, բայց բեմում, դե հո, չասացի խոհանոցում։ Բնական։ Այս պարագայում մեր բեմը այս տաղավարն է։ Այո։ Այնպես որ խնդրեմ, համեցեք։ Լավ։ Say, what did you do with him today? And snuff
let burn, my stomach drop, and my gut you shrug, and it's the worst, but truly stuck the knife in first. I cheated myself like I knew I would. I told you I was trouble. You know that I'm no good. I cheated myself like I knew I wouldn't now. I told you I was trouble. Yeah, you know that I'm no good. Էմման գինետնից Էմի Winehouse Winehouse Իմիջայլոց իմ ասոցիացիաներն էլ էր նույնը ինչ մեր ռադիոլսողինը շատ մոտ էր բնօրինակին նաև շատ հասուն էր հնչում շատ հասուն էր հնչում տեմբրային առումով եւս Գայանե Այվազբալյանն ասում է վայ ես մի երգը բնօրինակը շատ է նման երգի անունը չեմ հիշում իր մոտ էլ էր փաստորներ I'm not good չէ Ես այդքան էլ լավ չեմ հա Ես լավ չեմ։ Այո, լավ չեմ։ Ես լավ չեմ։ Հա, բայց լավ է, հրաշալի է, շնորհակալություն։ Փաստորեն այս նախագիծը նաև ինչ որ առումով հնարավորություն է եւ հարթակ երեխաներին ճանաչելի դառնալու եւ մի քիչ ավելի կարճացնելու են ճանապարհը, որ պիտի անցնեն, եթե այս նախագիծը չլիներ։ Այո, կարծում եմ այո, որովհետեւ դասարան գումարած դասական հիշեցնենք ռադիոլսողները, ովքեր նոր են միացել մեզ, հենց այս Մայր թատրոնի կրթական գլխավոր ծրագիրը։ Այստեղ Գայանե Այվազբալյանն ասում է «Սևուկ աղջիկ այդ երգը քոնն է»։ Էլ չտաս երկի Էմի Winehouse-ը։ Չի էլ կարող։ Այստեղ Տաթև Մարտիրոսյանն ասում է «Կեցեք, շնորհավորում եմ բոլորիդ հրաշք նախագիծը եւ բոլոր աշակերտները մեծ սիրով ու սպասումով են մասնակցում կրթական ծրագրին, շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին»։ Այո, շատ շնորհակալություն եւս մեկ անգամ եւ մեր մշակույթի գիտության սպորտի նախարարությանը եւ հատկապես Վարդանին Մկրտչյան, որ ամբողջ թատրոնը ծառայում է այս երեխաներին այդ երկու շաբաթվա ընթացքում, դե էլ տարվա կտրվածքով ներկայացումների տեսքով չեմ ասում։ Այստեղ փաստորեն ստացվում է նաև ոչ միայն կարճանում է իրենց ճանապարհը, այլև ինչու ոչ գուցե հայտնվեն թատերական նախագծեր, որտեղ պետք են մասսայական տեսարաններում տաղանդավոր երիտասարդներ եւ ինքնաբերաբար կհայտնվեն այդ յուրատեսակ դպրոց է, նախապատրաստական բաժին, այսպես ասած։ Անկեղծ ասեմ, Տիգրան ջան, Լուսինե ջան, մենք երևի թե կերազենք մեր սովորելու տարիներին, հա, 10 տարի սովորել ենք, հա, բայց երկու շաբաթվա մեջ հավատա այդ 5 տարվա ծրագիրը իրենք անցնում են։ Այո, համամիտ եմ։ Վերջնական արդյունքը, երբ որ բեմում տեսնեք, լուսային ձևավորում, հագուստ, պար, երգ, դա շատ դժվար է իրականում, շատ հաճելի է։ Եվ բնականաբար, եթե մյուզիկլի ժանրին ենք մոտենում, ապա Հայաստանում այնպես չի, որ մեծ մասսայականություն է վայելում եւ բոլոր արտիստները կոփված են ու կարող են երգել, ապրել բեմեն, դա ուրիշ հմտություններ է իրենից ենթադրում եւ փաստորեն այս տարիքից նաեւ ինչ որ առումով երեխաները կոփվում են Սպասենք նաեւ հեղինակային հայկական մյուզիկլներին։ Դա Աստված մենք մտածում ենք անպայման այդ մասին, Տիգրան ջան, դա վստահ եմ իմ պարագայում արդեն այսպես ասած ցրցամը տվել ենք, դա լինելու է Շիրվանզադե։ Ես ուզում եի ասել մեր հայկական գործերը պիտի լինեն ու մի տեսակ համեմված հետաքրքիր պիտի դասական համեմված լեցուն հայ երաժշտությամբ եւ իհարկե համաշխարհային բոլոր փորձարկումները, ձևաչափերը օգտագործելով մյուզիկլի մեջ։ Ինձ թվում է հետաքրքիր բան է ստացվելու, չունենք այս տարբերակով։ Գևորգ, մենք շատ քիչ ժամանակ ունենք, մոտ 8 րոպե։ Հասցնենք եւ ձեզ լսել, եւ երեխաներին լսել։ Երեխաներին լսեցինք արդեն լսեցինք, ես ուրախ եմ, որ բոլորի կատարումները լսեցինք, չնայած մենք նաեւ պատրաստ էինք, եթե չհասցնենք, ոչինչ, ինչ խնդիր կա։ Հրաշալի է, որ
բոլորը երգեցին իրենց երգերը, ներկայացան։ Հիմա մնացի ես ունեմ 2 երգ, երևի թե մեկը կկատարենք, Եվս բավականին շատ հայտնի երգ է, դա այն երգն է, որ ասում է շոուն շարունակվում է։ Show must go on։ Այո, հարգելներս, եւ այս կատարումը հատկապես Moulin Rouge մյուզիկլի տարբերակն է, բեմականացված եւ երգի ձևաչափը, հա, փոխված Վարդանի հետ ենք Մկրտչյան արել նորից թատերական մեծ Երևանյան փառատոնի շրջանակներում, այնպես որ հիմա մեծ հաճույքով կերկեմ ու վստահ եմ, որ շոուն շարունակվելու է։ Միանշանակ։ Խնդրեմ մոտեցիր Գևորգ ջան։ Դե ինչ, մեզ մնում է վայելել ու լսել, տեսնենք թե ինչպես։ Մեր շոուն էլ է շարունակվում, դեռ չի ավարտվում, այնպես որ ճիշտ է քիչ ժամանակ է մնացել, բայց մենք միշտ եթերում կլինենք։ Մենք հավեր։ Այո։ Ինչի էլի։ Խնդրեմ։ On and on, does anybody know what we are living for? Whatever happens, we leave it all to chance. Another heartache, another failed romance. On and on, does anybody know what we are living for? The show must go on. The show must go on. Outside the dawn is breaking on a stage that holds our final destiny. The show must go on. The show must go on. Inside my heart is breaking. My makeup may be flaky, but my smile still stays. Oh, the show must go on. The show must go on. I jumped the hill, I overkill. I had to find a will to carry on with the, on with the, on with the show. Պարություններն են չում, Գևորգ։ Հզոր, վերջաբան ես կասեի։ Հզոր, շատ հզոր։ Հզորագույն։ Գևորգ ջան, ես իմ անունից ասեմ, շատ երջանիկ եմ, որ նման հզոր արտիստ ունենք։ Շնորհակալ եմ։ Այդ հզոր արտիստը այնքան համեստ է, այնքան անկեղծ։ Արտիստ բառին համահունչ։ Այո, այնքան դրական բաներ կան։ Շնորհակալություն, որ կաս։ Եվ լցնում ես մեր կյանքը քո բնավորությամբ, քո բարությամբ, քո մաքրությամբ եւ բնականաբար լցնում ես բեմը տաղանդով։ Իսկապես շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն հայտնենք նաև բոլորին, դասարան գումարած դասական նախագծին, բոլորին, ովքեր եկան այս առավոտը գեղեցկացնելու իրենց հրաշք կատարումներով կեցեք։ Ձեր բախտը բերել է, որ ընկեր Գևորգը ձեր կողքին է,
դե տեսեք ինչ եք անում, որ մի քանի տարի անց գաք եւ էլի զարմացնեք մեզ, ինչպես Տիգրանն ու ես ասացինք, մենք հավերժ ենք։ Չգիտեմ։ Այո, չէ։ Ես էլ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել տակ օրը սկսելու համար։ Այս ամենը իրականում շատ ջերմ է։ Բայց ասեք, որ իրական է այդ տաքությունը, այլ ոչ օթորակիչներով։ Իհարկե, ինչի մասին է խոսքը, Տիգրան ջան, սիրում եմ քո կատակները։ Ու հանդած սպասում թե հիմա ինչա լինելու։ Էմի Ուայնհաուսի կատակը այդ վերջն էր, այդպես բան չկա։ Էման գինետնից։ Այո, Էման գինետնից։ Այնպես որ հայերեն այնքան գեղեցիկ ու ճկուն լեզու է, որ կարող ես շատ սիրուն ադապտացնել եւ ստանալ հումորային տարբերակներ։ Մենք մաղթում ենք ձեզ մեծ բեմեր։ Իսկապես։ Շատ գեղեցիկ եք նայվում, ես ակնկալում եմ որ վերջում երևի թե we are the world եք լսելու, հա, վերջում տես դա կլինի հետո մյուս անգամ հաջորդին։ Սա ձեր առաջին փորձառությունն է մեծ բեմում եւ տա Աստված, որ ձեր բոլոր երազանքները կատարվեն ու դուք մի վախեցեք դժվարություններից, որովհետեւ դրանք պիտի լինեն, դրանցից խուսափել հնարավոր չէ։ Հավատացեք Լուսինեի խոսքերին։ Կյանք տեսած մարդը։ Այլի։ Պատրաստ լինեք այդ բոլոր դժվարությունները այս հրաշք մտնոլորտին։ Ահա, շնորհակալ։ Մենք էլ ենք շնորհակալ նաև մեր ունկնդիրներին, կհանդիպենք երկուշաբթի առավոտյան 9:30-ը այս ծափարությունը ռադիոլսողներին ուղենք։ Այո, դուք հրաշք եք, սիրելի ռադիոլսողներ, շնորհակալ ենք, որ ամեն առավոտ ջերմություն եք փոխանցում մեզ ձեր դրական լիցքերով ու իհարկե կոմենտներով։ Այսօր ձեզ համար աշխատեցին Տիգրան Հարությունյանը եւ Լուսինե Մուրադյանը։ Հաջողություն։ Այ հիմա գնացինք։